Այս նայելուց մենակ մի երգ ա մտքից գալի։ La Bohème։ Դուք էլ ունեք այդ զգացողությունը, որ ամառը հլը չսկսած արդեն վերջանում է։ Ես ամեն տարի հենց ամառը վերջանում մտածում եմ, ինչ հասցրեցի անել այս տարի։ Բան չհասցրեցի անել։ Դրա համար այսօր ուզում եմ կազմել իմ փոքրիկ ամառային ցանկ ու փորձել հասնել անել այս գեղեցիկ բաները։ Տեսնենք քանի կետ կհասցնենք լրացնել մինչև ամառվա վերջ։ Տան պայմաններում փորձարկել նոր զովացուցիչ ըմպելիք կամ նոր ամառային դեսերտ։ Այս կետը իրականացնելու համար ինձ օգնելու է իմ օպերատորը, նույն ինքը մեր տան Հարսիկը, որովհետև ինքը ինձ խոսք է տվել, որ պետքա նոր համով ինչ-որ բան պատրաստի, որ ես ուտեմ ու փորձեմ։ Գիրք կարդալ բնության գրկում։ Ինչ անել, լավ չլսեցի։ Գիրք կարդալ բնության գրկում։ Ես էլ եմ այս գիրք կարդում։ Բնության գրկում գիրք կարդալը սենց շատ ռոմանտիկ ու հեքիաթային է թվում, ու սենց լրիվ կարող ես ընկղմնվել պատմության մեջ։ Ու ակեք ստանալ գիրք ընթերցելուց։ Մեր ցանկի մեջ կա ինչ ես ուզում։ Չեմ հավատում, պրոստը, չեմ հավատում։ Դեռ կտեսնեք, ես այդ իրականացնեմ։ Սպասում եմ։ Գնալ ծով եւ մի քանի օր մոռանալ ամեն ինչի մասին։ Իհարկե ամառ իրենց արդեն ենթադրում է ծով, հանգիստ, արևայրուք, վառվել, ավազ, տշտժալ, հարազատներով հավաքվել եւ ուտել ամենահամով խորովածը։ Ախպերս խոսք է տվել, որ պետք է ամենահամով խորովածը պատրաստի, տեսնենք ոնց կստացվի։ Ու ասում ես ամառ, մտածում ես խորոված, չէ՞։ Բայց մի րոպե, մի հատ էլ անկապ կետ էր գրել, բացի գիրք կարդալուց։ Բայց գիրք կարդալ անկապ չի։ Դե քո դեպքում։ Լավ, ես մեկ էլ գրել էի շնչել մաքուր օդ։ Մաքուր օդ, հիանալի բնություն, անարած սնունդ։ Հա, այդ էր ճիշտ։ Հեսա առաջինը այդ կիրականացնենք։ Սպասի օդը բերեմ։ Մաքուր օդ, մաքուր օդ, մաքուր օդ։ Մաքուր օդ, մաքուր օդ, մաքուր օդ։ Հոլովակի այս հատվածը հովանավորվում է Թեմու ընկերության կողմից։ Ուզում եմ իրար հետ խոսենք մի հատ շատ կարևոր հարցի շուրջ, թե ինչի որոշ գնորդների մոտ չի ստացվում ուղղակի ձեռք բերել 0 դրամով ապրանքները, ու 0 դրամով կոդը իրանց մոտ ուղղակի չի աշխատում։ Շատերը չեն կարողանում օգտվել 0 դրամով ապրանքներից, որովհետև կոդը օգտագործում են սխալ, գրում են ոչ թե որոնման բաժնում, այլ վերջում վճարում կատարելիս։ Սկզբից մինչև վերջ կանցնենք իրար հետ, թե ոնց է անհրաժեշտ ճիշտ օգտագործել կոդը, որ դուք էլ կարողանաք ձեռք բերել ձեր 0 դրամով ապրանքները։ Սկզբից ներբեռնում ենք Թեմու հավելվածը։ Երբ որ մուտք են գործում հավելված, այնտեղ կա տարբեր բաժիններ, բայց մենք միանգամից գնում ենք որոնման բաժին, որը օգտագործենք արդեն Թեմուի 0 դրամով կոդը։ Կոդը ճիշտ ֆիքսեք, ձեզ մոտ գրանցեք KJP 8983։ Այդ կոդը երբ որ մենք արդեն հավաքում ենք, սեղմում ենք որոնել կոճակին, տարբեր ապրանքներ ա բերում, որ կարողանաք ձեռք բերել 0 դրամով։ Օրինակ, այս ցանկից ես մի քանի բան կա, որ ցանկանում եմ ընտրել, ձեզ հետ կկիսվեմ, թե այս ցանկից ինչ եմ ընտրելու։ Առաջին ընտրելու եմ հեռախոսի համար ջրային кейս։ Շատ պետքական բան, որը անցած տարի ես ուղղակի չունեի ու ծովում չկարողացա ոչ զուկիկներին նկարել, հեռախոսը երբ որ թրջվում անգնում ես խնդիրների մեջ, միակ մարտա այնտեղ որ չունեի այդ кейսը։ Վայ մի հատ էլ իմ համար ձեռք կբերել։ Ջրային кейսը անպայման։ Երկրորդ պետքական իրը, որ ցանկանում եմ ձեռք բերել, դա պայուսակն է նախատեսված զովացուցիչ ըմպելիքների համար, որ կարողանաս իրան սառը պահես։ Եվ ինչու՞ չէ կարող եմ ձեռք բերել նաև ամառային ակնոցներ, ամենակարևոր աքսեսուարներից մեկը ամռան աղջիկների համար, շատ սթայլիշ ակնոցներ, որ կավելացնեմ իմ ցանկին։ Արագացրու, քանի դեռ հնարավորություն կա օգտվել կոդից։ Ինչպես եւ խոստացել էր իմ օպերատորը, հիմա ինձ համար ինքը պատրաստում է նոր ամառային դեսերտ, որը ես կփորձարկեմ։ Հուսով եմ նա ինձ հաճելիորեն կզարմացնի։ Ոչ թե խոսքի օրինակ թունավորի ու ես դրանից զարմանամ, էլի։ Դե ինչ հիմա ասա, ինչ բաղադրիչներ է մեզ հարկավոր այդ դեսերտի համար, միգուցե շատերը ուզենան նույնպես պատրաստել, եթե իհարկե համով լինի։ Ճիշտ ասած, առաջի անգամ եմ պատրաստում։ Պատրաստեղիր ամեն ինչի։ Վերցնում ենք չիա, օգտագործելու ենք չիա, օգտագործում ենք կոկոսի փոշի։ Ես չիա շատ եմ սիրում։ Դե լավ է։ Ինձ խոսք է տվել, որ օգտակար դեսերտ է լինելու, մեջ վնասակար բաներ շատ չեն լինելու, ոնց տեսնում եմ բաղադրիչները իրոք արդեն իսկ օգտակար բաներ են։ Օգտագործում ենք կակաոյի փոշի։ Քաղցրերից չէ։ Մաքուր կակաոյի փոշի առանց շաքարի ավելացման։ Ինչ շատ։ Ու, այս ինչ է։ Այդ ինչա։ Կտավատ։ Հա։
ու կտավատ ենք օգտագործում, Աղացած կտավատը։ բայց կարակ չաղացած կտավատն էլ օգտագործես, ուղղակի հեշտ կլուծվի։ Ու հատուկ քո համար այս սևացած բանանը։ Բա հո լավը չի տալու, լավը երախես կուտի։ Հիմա այս ամենը վերցնում ենք, միքս ենք անում, հարմար տարայի մեջ ու մատուցում ենք աննամուլային։ Եկեք լցնենք։ Իրականում իմ սիրած բաներն է։ Չիա ես ամեն օր օգտագործում եմ, շատ սիրում եմ, կտավատն էլ եմ սիրում, կակաոն էլ եմ սիրում, բանանն էլ եմ սիրում, փչացած։ Հալա փչացած չնայ մեջ Ընդհանրապես մեջն է մի քիչ սև է։ համով կլինի։ Կոկոսի փոշին էլ եմ սիրում։ Տեսնենք։ Գնացինք, վերցնենք մի քիչ չիա։ Բայց չիան ընդհանրապես չեն թռչում նոր օգտագործում։ Սրա մեջ կարելի է ասենց։ Կարես չավելացնես։ Կարաս մեջից հատիկները հիմա հանես։ 1.5 գթալը բավական է։ Քիչ լինի հետո վրան կավելացնենք։ Ես հետո կուտեմ։ Կոկոսի փոշին բայց չենք խառնում։ Կոկոսի փոշիով մենք կզարդարենք։ Կոկոսի փոշին ես կուտեմ ուղղակի։ Կուտես։ Հա, մեկ է կարող ենք մեղր ավելացնել, որ քաղցր լինի, որովհետև կակաոն առանց շաքարը։ Լավ, ճիշտն ասա։ Ինչի հանկարծ որոշեցի ինձ համար sense բարի բանան է։ Ճիշտն ասած, ուզում էի մեր համար սարքեի, փորձեինք, բայց քանի որ նոր է, չգիտենք համով կլինի թե չէ։ Մենք այս կոմեր սարքեմ, տնանք էլ, եթե լավ գնա ամեն, ուրեմն մենք է կուտենք։ Այսինքն ես փորձարկում եմ մուկիկ եմ հիմա։ Մուկիկ գնացինք։ Սատկացրու այդ բանանը։ Լավ հարում ենք, հա։ Լավ հարում ենք, վերցնում ենք հարմար ափսե։ Ես կպահեմ քեզ կոկն։ Լցնեցինք։ Լցնեցինք։ Լցրեցինք։ Ինչ քիչ եղավ։ Դե հազիվել իմ համար էս կանա սարքեր։ Մի Ինձ էս է դա շատ։ Քեզ էլ է շատ գոհեղի որ սարքում ենք։ Պուդինգի Տեսքով շատ նման է պուդինգի շոկոլադնի կամ շոկոլադնի։ Ես որ ասում եմ ամառային նորմալ փորձեմ, ես զգացի ունեի համեղ ինչ-որ մի բան, հավես ինչ-որ մի բան։ Մենք բա հիմա քեզ հոսենց չենք մատուցի աննամուլա։ Ոնց եք մատուցել։ Գեղեցիկ զարդարելով։ Հատուկ քեզ համար, քո պես չքնախ։ Սպասեք, ես ա մոտիկից կնկարեմ, որ լավ տեսնեն երեխեքը։ Առաջինը զարդարում ենք այս սիրուն սպիտակ համով կոկոսի փոշիով։ Վաու։ Բայց քո բոլոր նախասիրությունները ուսումնասիրել եմ։ Իսկ քանի գլխան եմ։ Իմանամ քեզ ոնց տոնավորես։ Բոլ ուտես Աննա ջան, հաճույք ստանաս։ Հիմա վերցնում ենք սիրուն հատապտուղներ, իհարկե որ մի հատ է բանան լիներ, մի քիչ է բանան կկտրտեի, բայց չկա։ Կերել են մեր տան բանանները։ Մաման գիտե որ իմ մաման բան է սարքում։ Չեմ ասած։ Մամ։ Ուզում ես մի հատ ամեն դեպքում թող 911 զանգեն։ Տեսքը շատ խոստումնալից է երևում, պետքա խոստովանեմ։ Ես կոկոսի փաթիներով մասից կվերցնեմ։ Ված չի։ Ված Չգիտեմ հոմով է թե չէ։ Չեմ հասկանում։ Եթե մի հատ է սարքել, նոր ժամանակ կհասկանամ հոմով է թե չէ։ Վերա 2 ժամ հետո։ Եթե վիդեոն շարունակություն չունենա, ուրեմն հետո վիդեոն չտեղադրվի։ Շատ հետաքրքիր համ է գալիս իրականում։ Կտավատի համը ես մի քիչ առա։ Իսկ որ բանանը մի հատ ավել լիներ, շատ լիներ։ Ավելի պինդ կլիներ։ Ու կարելի է իրան սառնարան դնել։ Շոկոլադնի պուդինգի պես։ Խնդրում եմ արի փորձի դու քո կարծիքը ասա։ Լավ է, տաք համ։ Տաք է ուղղակի ճիշտ է։ Սառը շատ Երբ համեղ իրան կլինի։ ավելի սառն է պետք ուտել։ Համել ամառվա համար սառը ավելի հաճելի կլինի։ Ես կհամարեմ այս կետը ստացված նոր դեսերտ փորձելու։ Այս դեսերտի մեջ կտպավորվի։ Որպես վատ դեսերտ։ Որ ես երբեք էլ չեմ ուտի։ Որպես վատ դես։ Շնորհակալություն քեզ, սիրելի օպերատոր։ Դու համ նկարեցիր, համ ինձ համար պատրաստեցիր գեղեցիկ եւ ոչ այնքան համով։ Հələ սրան, էլ չեմ պատրաստել վեր։ Ես փորձեցի նոր դեսերտ եւ հավանեցի։ Այս կետն էլ համարում եմ կատարվել։ Աննա Բնության գրքում գիրք ես կարդում Աննա։ Ինչ ես ձեռարում, ուղղակի շատ փոփուկ ու հարմար էր տեղս հով, աչքս մի քիչ կպցրեցի։ Թեթևի մեջ մի կես մի ժամը Քնած ես, 2 ժամը գիրք ես։ 2 ժամ աչքս կպցրել եմ։ Ամառն էլ սենց է էլի։ Մաքուրոտ, բնության գիրք, հարմար տեղ, ինչա մնում անել։ Քնել։
Հենա, փաստոր լավ էլ գիրք հա կարդում, բայց զեռ է առման։ Դիշ լավ ես կարդում, ի՞նչն էիր կարդում։ Կարդում էի, ուղղակի շեղվեցի, որովհետև ֆանեջերից պատրաստած էդիթներն էի նայում։ Ինչ մեղքս թաքցնեմ, երեխեք ձեր էդիթներն էի նայում, ձեր էդիթները այնքան սիրուն են, որ շեղվեցի գրքից։ Նենց հարմար ես նստել անբայց։ Բայց իրական տեղս նենց հարմար է։ Մի հետևեք իմ օրինակին, ես ժամանակին լիքը գրքեր եմ կարդացել, նենց որ դուք էլ կարդացեք գրքեր, զարգացեք ու ձեր ժամանակը ինչքան հնարավոր է, ձեր ժամանցը դարձրեք ավելի հետաքրքիր։ Հիշում եք, եմ որ ասում եմ, որ պետքա հարազատներով հավաքվենք։ Հիմա ոչ թե հարազատներով ենք հավաքվել, այլ հարազատների երեխեքով, ու ոչ թե մեր տան, այլ մենակ իմ սենյակում։ Մի հատ եկեք տեսեք ինչ է կատարվում։ Դենամ ես հոշոտեցին անուլ, ոյ ոստվոժ Օպերատորը կրճեմ դրա։ Շա, գիժեմ ինչ եմ, ինչ լավ է, վերջը պրծանն այդ, ինչ լավ է։ Ես լավ եմ, իմ հետ ամեն ինչ նորմալ է, ու ես ամառային իմ ցանկն եմ իրականացնում։ Օգնեցեք, ինձ խելակ կպայեմ։ Հոշոտ եք երեխեք աննայ։ Կամերան։ Համեղ խորովածի առաջնային պայմանը իհարկե ինչն է, լավ համեմունքները տեղը տեղին բաստուրմա դնելը։ Հիմա եղբայրս այդ գործի վրա է։ Ինչ եք անում համեմունքի համար։ Ամենակարևորը աղը։ Հետո ինչ ենք անում։ Հաջորդը պղպեղն է։ Չի գալի պրծել է պղպեղը։ Հետո խորովածի համեմունք քիչ։ Քիչ ու ամբողջ պաչկա։ Հաստու բարակ ես կտրտում, ոնց կլինի։ Հավասարը չափ։ Լավ չի վեկալեք դուք կտրտեք։ Մտածում եմ եղբայրս ու չի բարձրացնում, որովհետև կամերայով է։ Պահել։ Ու սող շատ եմ սիրում, խորովածի սող։ Մի հուզվի, այո, համեղ Խորոված եմ ուտելու, ինչ լավ է։ հարս առաջի անգամ ուտելա խորոված մեր Ինչ տանը։ ամուսնացել եմ, խորոված չեմ կերել։ Ամուսին դիմա քեզ կզարմացնի եւ կպատրաստի համեղ խորոված։ Ապրես տանջան, քո շնորհիվ։ Ինչ Խորոված դեռ այդ լավության տակից երկար ես դուրս գալու, ինքան վիդեոյից նկարում։ Ավելացնում է սամիտ, ձերեմա եղբայրմա գախնի անի, որ ոչ մեկ չի բաղադրա տոմսը լավ խորոված։ Չէ, պրոստը կանաչիներ չեմ ճանաչում։ Օրեգանո, քիչ։ Սյանի կտալա։ Մարոշնու կտա։ Այս որ մենք նամարոշնիկ կերել դրել Փոքր այդ մարդկանց ամենը։ գտալն։ Վերջում ասում են կախարդական խոսքեր։ Expecto, Սխտորուս, կանաչ, rehaunus, սամիթուս։ samitus։ Առաջ անգամ եմ խորոված ուտելու ինչ է։ Չես հավատա ինչ համով բանը։ Ժիգյարով խառնում ենք։ Աստորեն սա խոզի միսն է, որ դրեցինք բաստումա, այստեղ ունենք նաև թևիկներ, ոտիկներ կամ ուսիկներ, խրխրթան պատրաստելու համար։ Մենակ չեմ հասկանում, բա էս ինչ ոսկոր է։ Վայ կներես, այս կոպայներ։ Ֆոֆ։ Էսի շամիս է։ Այդ համով խորովածոր խոսք էի տվել, էս է։ Ֆոֆ։ Էս ինչ սևում օրեկան չի կարելի։ Հիմա բոլորը տրավմա ստացան։ Եմ բոբիկ։ Չնայած խոզն էլ եւ իմ անվան։ Մենք շներին շատ ենք սիրում, շնիկներ իրենց փայուն են։ Խոզերել է։ Մենք քեզ էլ ենք սիրում, Աննա ջան։ Քեզ շներին հավասար սիրում ենք։ Բիբար չունեն կարմիրան։ Պաստորեն սրան պետքա կարմիր բիբար լիներ ու չկա, նենց որ սուսիկները գնա մյուս տարի կուտի։ Լավ, այս միսը կմնա արդեն կհամեմվի ու արդեն կքաշենք շշի վրա։ Ինչպես տեսնում եք, արդեն բուդիկների մեծ մասը շշերի վրա խփել եմ ես, որ պատրաստ լինի, որ խորովածը անի եղբայրս։ Հեսա այս մի հատը թողել եմ վերջում, որ հատուկ ձեզ համար խփեմ, տեսնեք ոնց եմ ես խփում շշի վրա։ Սկսեցինք։ Նայեք, վերցնում եմ, այսենց հարմար մուծնում եմ ու քաշում եմ շշի վրա։ Այսենց վերցնում եմ, մուծնում, տեսնում եք ինչ պրոֆեսիոնալ եմ անում։ Ոնց է հիմա լավ էլ ռեստորաններում սովորել ես լավ խորոված խփել ես։ Իմ երկրորդ աշխատանքը դա խորոված խփելն է։ Նայեք, ինչ պրոֆեսիոնալ եմ խփում շշի վրա, սիրուն, հավասարաչափ։ Ես եմ անում էլի խորովածը, ոչ թե աղբերս։ Շատ կանացի ձեռքեր ունես Աննա։ Հեսա, տեսնում եք ինչ պրոֆեսիոնալ խփեցի շշի վրա, որ հիմա տանենք եւ խորովենք։
գալիս է արդեն համով։ Ջաջա այս կտորը ոնց որ եղել։ Այս կտորը ոնց որ եղել։ Վայ, փաստորեն խորովածը սենց է լինում։ Ուրա, կուտեմ կիմանամ։ Այս նայելուց մենակ մի երգ է մտքից գալի։ La bohème։ La bohème։ Եք սպասում, չէ՞ ուրիշ երգ եք սպասում։ Որն եք սպասում։ Նոր տարի։ Խորովածը շատ լավ բան է, ջան։ Դուդույ։ Ջաջա ես քեզ կօգնեմ։ Ախպետ ջաջա։ Ոնց ես օգնելու։ Ծերից։ Ուտելով ես օգնելու, ոնց ես օգնելու, ճիշտը պատմի։ Գերացրա քաշում եմ նույնիսկ, առաջ անգամ եմ բայց խորոված քաշում, միշտ կերել եմ։ Միշտ խփել ես։ Խփել եմ։ Օպա։ Լավաշ, ուրա։ Կերետ ավելի համով է։ Ասում ես մսից համով է, լավաշ։ Մսի հետ գործ չունես, քեզ միշտ պետք չի։ Ես աճող օրգանիզմ եմ, ինձ ապա։ Չամով ես ավելի ուտում։ համով եմ, տեսակ որ Չամով ես ուտում։ մանգալի մոտ։ Քո քաշած խորովածը, քո խորոված խորոված։ Այ կծեմ, Իմ կծածը մի հատ կծի։ Տուր։ Նա բան է, չէ՞ խորովածը։ Դե կեր որտեղ դժվար է լուտես։ Ես որպես ծանոթ շուտ եմ տալիս, ես կտորը քեզ կեր ասա համով է, թե չէ որ մենակ ես չլնեմ։ Ես գոհ եմ, ամեն ինչը տեղն է։ Համով է։ Վասրտի կշատ։ Հա։ Պրոֆեսիոնալ է։ Ընտանիքով խաղալ զվարճալի խաղեր։ Տանիցիներով ուզում եմ իրար հետ հավաքվենք հավես խաղեր խաղանք, որ ամառվանից այդ որպես լավ հավես հիշողություն մնա, համ էլ ես բոլորին կկրեմ այդ որպես ինձ շանս։ Սաղին կկրեմ։ Ընտանիքիս անդամների եւ բարեկամների հետ խաղացինք լոտո եւ լոբի խաղը, լոբի, որովհետեւ ուղակի չունենք լոտո խաղալու համար այն կլոր բաները։ Ու ես տեղ իրանց ուղակի հիշացնում եմ, որ անկախ խաղի արդյունքներից չմոռանամ, որ մենք հարազատներ ենք, որ մարդ ես էլի հանկարծ ծեծ ու ջարդ չլինի։ Եվ սկսվեց թեժ պայքար մեր մեջ, խոստովանեմ, որ ես մի քանի անգամ խաղը կարողացա հաղթել, եւ այսպիսով լրացրեցի իմ ամառային ցանկի եւս մեկ կետ։ Լավ դե օպերատոր թռիհլը, մի հատ սարքի տենամ, ինչ ես սարքում, խմենք։ Դու ես ասում, ում ես հրամայում։ Օպերատորը լրիվ իր չափերը անցել է։ Չելո։ Հիմա էլ հերթը հասել է համեղ ամառային կոկտեյլի, որը որ խոսքեր տվել էլի իմ օպերատոր բարմենը։ Տեսնեմ այսօր ինչով ինձ կզարմացնի։ Դե ինչ բաղադրիչներ է մեզ հարկավոր այսօրվա կոկտեյլի համար, ինչով ես ինձ զարմացնելու քո հաճախորդ։ Քեզ առաջի հերթի կզարմացնեմ բաժակով։ Դնում ենք բաժակը։ Ապսեչի կամ։ Հա, թե չէ ապսեչի թքցնելը շատ անհարմար կլինի։ Հաջորդ բաղադրիչը դա լայմի տեղում քամած հյութն է։ Ես եմ քամել անարատ ձեռներով։ Ճզմել եմ։ Լավ ոտերով խաղողի պես։ Ոտով խաղողի պես չես ճզմել։ Ոտով ճզմեի, բայց ասեցի լավ։ Ոտքերս չփչացնեմ լայմով։ Հաջորդը երկրորդ կարևոր բաղադրիչներից մեկը այդ կոկոսի սիրոպն է, բայց մենք չունենք կոկոսի սիրոպ, ոչինչ։ Խոման եմ սարքում, օքեյ։ Այս կոկոսի համով հավելում է, համային հավելում է, հեղուկի տեսքով։ Մնացածներով են ինչ գտնում իմ համար սարքում։ Դե յոլա մի բան սարքենք ամեն ինչ էլի։ Խնդրեմ, շատ քիչ չեմ պետք է վստահում, ավելացնենք։ Այս հեղուկին չեմ վստահում։ Մեզ պետք է անանաս բնական, բայց չունենք դե բնականաբար քո դեպքում կօգտագործենք ուղղակի հյութը, անանասի հյութ։ Թարմ քամած չի, չեմ ստի։ Կարամ կամպոտ, կարանք դեղցի կամպոտ բացենք։ Հա, դրա համար լրիվ նոր կոկտեյլ է։ Նոր կոկտեյլ է, լրիվ նոր բաղադրիչ չկար։ Հորինված կոկտեյլ է։ Ինչ գտնես ձեռքի տակ։ Եվ վիշնյաներ ուղղակի զարդարելու համար։ Բալ, խնդրում հայերեն խոսեք։ Ահա, բալ։ Ես ռուսախոս եմ, կարամ ռուսերեն ասեմ։ Մեզ պետքա Մեզ բալ։ պետքա բալ։
Էս էլա բնական բալա, ձեռքերով քաղած։ Խոստովանեմ, Զարդարելու համար ուղակի։ դի քախոսս, դա Դե բանը միկրոֆոնը տվել ես ես։ Դրա համար միկրոֆոն չեմ տալի։ Ձենը չի կտրում, դու մենակ պետք է նկարես մի։ Սարքում եմ, անձեն սարքեմ, իմ փոխարեն խոսա։ Ասեմ, որ ինձ արդեն դուր է գալիս բաղադրիչներ, որովհետև ես թթվաշություն ես, որ լայմը կա, արդեն լավ է, ես սիրում եմ լիմոն լայմ, այդ հավեսը, բայց այս սրա վրա կասկածում եմ, չգիտեմ, ես ինչ ազլացնելու։ Կփորձարկենք։ Մենք սկզբից մի կում դու կանես, նոր ես կփորձարկեմ ամեն դեպքում։ Ուզում ես վրայից մի փոքր խմի, ավելացնում ենք առաջինը լայմ, շատ չենք անի, որտեղ շատ թթու կլինի իմ կարծիքով։ Բայց չի վտանգավոր է։ Չստատկի թթվությունից աննա։ Թթվայնություն չբարձր։ Շատ աննշան ավելացնում ենք այս կոկոսի արոմատիզատոր։ Եվ վերջում ավելացնում ենք անանասի հյութը։ Քեզ սարքում ենք ոչ ալկոհոլային կոկտեյլ։ Լավ, սաղ քեզ կտամ։ Կարամ խմեմ Չէ, սպասի։ Մի հատ գաղտնի բաղադրիչ կա, դա չեմ ասել։ Ավելացնում ենք թույն։ մեծ խնձոր դեղին ու լցրու վրեմ տրմենք ու ինչ է խնձորի մեջ տադամ ջարդված ափսե տադամ սառույց սառույցը ավելացնում ենք քանի որ փոքր շիպցի չունենք ձկան շիպցիով օպ սառույցը շատ լցնենք որ կոկորդը բռնվի մի օգուտ պետք է ունենալ թե չէ Կարամ արդեն խմեմ։ Չէ, համբերի, ասացի սիրուն բալերի մասի մոռացել ես։ Պետք է սպասեմ։ Հեն կողքը դրած է, հենա։ Անցնում ենք էսթետիկ հատվածի։ Ավելացնում ենք սիրուն լայմի դիլիմ, կտոր։ Սիրուն։ Մի արա, հա, ինչքան կարծես Այսինքն ավելի սիրուն։ Հա, լավ։ Եվ գեղեցիկ բալերը։ Ու չխորտակվեցին, տեսար։ Ահա, քանի որ այս տարի դու դեռ ծով չես գնացել, քեզ ծովային էկզոտիկ կոկտեյլ եմ սարքել կոկոսի, անանասով, լայմով։ Հեսա խմեմ համը ասեմ երեխեք։ Խապլան, ճիշտը պատմի։ Դատամով է շատ։ Սաթում ես։ Թթվաշ անանասի սոկ։ Անանասի սոկ։ Չէ, իրականում համ կոկոսի համն է գալի հավես կոկոսի հետ։ Ուզում ես։ Համեր լավ չի խառնել։ Չնայած դու ձևից ես, էլի ստից բաներ ես խոսում։ Ոնց խառնվեց իրար, չէ։ Շատ հավես թարմացնող էր, շատ թարմացան։ Ինքան թարմացան։ Լայմն էլ կեր, բավարի կտարմանա։ Ինքան թարմացած տեղ ցավում է։ Լայմն էլ վրայից։ Իսկական ամառվա համար, բայց ծարավը հագեցնելու համար հավես կոկտեյլ է։ Շնորհակալություն ապրես։ Բայց դու մի հատ էլ կոկտեյլ ունես, դա բոնուս կոկտեյլ է։ Բոնուս կա։ Սա էկզոտիկն է։ Okay։ Սպասում մյուզը Չիլի։ Դե սպասի մի օր։ Մյուս համար կսարքես։ Երբ կսարքես։ Փաստորեն ինձ սպասվում է նաև բոնուս կոկտեյլ։ Ինչ է գնում այդ բոնուս կոկտեյլի մեջ։ Ինչ բաղադրիչները հարկավոր մեզ։ Առաջինը կլասիկան է, բաժակ։ Ձեռդ են կոմտար։ Բաժակ։ Մեկը ոնց որ ավելի մեծ է, այս բոնուսը։ Էսի բոնուսային է։ Թարմ անարատ ձեռքերով հավաքած օզնվամորի, օզնվամորի։ Կիսա սառեցված։ Հաջորդը Մալինայոտը շատ շատ թարմացնող եւ սառը սառցարանից հանած բանան։ Այ կան խփեմ։ Այսպես նայ։ Ստենա գալի։ Արելի մոտիկ բան եմ ասում։ Չեմ։ Ետիմ հանց հարիվի տեղ ես դրել։ Այս սառը զենքն է։ Սառը զենքը սրա մասին է, էլի։ Հաջորդը գալիս է կաթ, Անարատ կովիկի։ անարատ կովիկի, այո, անարատ կովիկի կաթ։ Ես չեմ կթել։ Այս մեկը ես չեմ։ Ես էլ չեմ գտել։ Ինչ Ճիշտ է։ ինձ է մի կտան։ Եվ պաղպաղակ։ Ես կերած ես պաղպաղական։ Լիլի ներեք լպստեց դուրը չեք։ Այս կացվում է լպստել։ Դու Լիլինը սիրում ես։ Ոնց ես կլպելու ես։ Բարմեն Pro Max-ն է։ Ուզում ես կամ փայտիկներ հետ թողել։ Փայտիկներ կծի մեջ է։
Շատախորհելի տեսք ունի։ Ենք բաժակի մեջ։ Վայ։ Հոմով։ Կոմարային սառը սմուզի է։ Շոտ հոմովը։ Հասկացում Ինչ կան հոմովը, հա։ Ոչ եմ դիմամ ասում եմ։ Սառը յոգուրտ է։ Մի հատ գաղտնի ինգրեդիենտ կա։ Էս էլ ունի։ Էդ էլ ունի։ Ու որն է այդ գաղտնի ինգրեդիենտը։ Գտալ։ Կեր։ Եվ ավեշու սենց պետք է անենք։ Լցրու կեր։ Այ մեր նորմալ գտալ տուր։ Քեզ մի քիչ ավակ բայ։ Լավ, նորմալ գտալ եմ տալիս։ Բայց ասեմ սրանա չէ, չի մտնում, սենց պետք է ուտել։ Բայց լուրջ շատ համով է։ Այս շատ հեշտ է երեխեք սարքելու, շատ համով է։ Եթե կուզեք ամառային յոգուրտ հովանալու համար ու որպես համով դեսերտ, հաստատ արժանի է նամակ գտալ ուտել։ Այս ստացվեց ես փորձեցի 2 դեսերտ, 1 կոկտեյլ, որտեվ ինձ համար սա ավելի շատ դեսերտ է։ Յոգուրտ է։ Ես գոհ եմ շատ հավես ու հեշտ ստացվեց, երեխեք դուք էլ կարող եք փորձել, եթե ուզում եք ինչ-որ ամառային հավես հաճելի էմոցիաներ ստանալ, նոր համեր փորձել։ Քո համար հեշտ ստացեց, որովհետև դու չպատրաստեցի, դու փորձում ես։ Այս իմ ցանկի մեջ ես դնում եմ լրացված։ Չեք նկարել 10 նոր վիդեո ձեզ համար։ Այո, դա նույնպես մտնում է իմ ցանկի մեջ, որ ես նոր հավես վիդեոներ նկարեմ, որ դուք նայեք, վայելեք ու ձեր ամառն էլ դառնա ավելի հավես զվարճալի։ Վայելել ամառային գեղեցիկ մայրամուտը։ Ես մայրամուտների մեծ սիրահար եմ, մեծ։ Տարվա բոլոր եղանակներն էլ սիրում եմ վայելել մայրամուտը, բայց ամառը ինձ թվում է մի ուրիշ ձևի գեղեցիկ է լինում։ Մայրամուտ, որ տեսնում եմ, անտարբեր չեմ կարողանում անցնել, ու իմ համար մայրամուտը ավելի սիրուն է, քան արևածագը։ Դրա համար այս տարի էլ կփորձեմ գտնել ամենագեղեցիկ մայրամուտները, երբ որ գնում ենք ծովում է իմ կարծիքով գեղեցիկ մայրամուտ լինում, բայց մեր Հայաստանում էլ շատ գեղեցիկ մայրամուտներ լինում, դրա համար որտեղ որ բռնացրեցի այդ մայրամուտը, ասես կանգնելու եմ ու վայելեմ։ Ու իրար հետ այս տարի ոնց որ կստացվի իրար հետ մայրամուտը կվայելենք։ Եթե հիշում եք, կետերի մեջ նշել էի, որ ուզում եմ ամառային գեղեցիկ սիրուն մայրամուտը նայել։ Ու քանի որ այսօր ոնց որ սիրուն մայրամուտ է, հիմա բոլորով միասին կգնանք ու կվայելենք արևային կգնանք կվայելենք ամառային սիրուն մայրամուտը։ Եկեք շուշուտ մտավ արդեն։ Եկեք։ Ես գալիս եմ ձեր հետ։ Նացինք, գնանք ընտեղ, եկեք շոշուտ արեք։ Գույն է, չէ երեխեք մայրամուտը նայեք։ Շատ։ Հələ նայեք ինչ սիրուն գույներ է։ Եվ որ ոնց որ նկար լինի, ոնց որ սարերը սև, հետևը սենց գունավոր։ Ոնց որ նկարած լինի, նկարիչների նկար։ Ճիշտ է, ոնց է նկարի նման լինի։ Իրոք սիրուն է, չէ, վայելեցինք մայրամուտը։ Այո։ Եմ արդեն պետք է գնանք հետ, մի քանի բան ասեմ, ես մայրամուտի մասին։ Ասածս ինչ է։ Շատ սիրուն մայրամուտ էր, հիմա ափսոս որ նստեց, բայց մենք իսումա վաղը էլի կգանք ստեղ եւ կտնանք էլի կվայելենք։ Պետք է ամբողջ ամառը վայելել, չէ։ Այո։ Դե գնացինք։ Առաջարկում եմ, որ ինչքան հնարավոր է փոքր բաներով, բայց ձեր ամառը կարողանաք լցնել սիրուն հիշողություններով։ Եթե տեսնում եք գեղեցիկ մայրամուտ, ուղղակի ոչ մի բանի մասին մի մտածեք ու այդ պահը փորձեք սենց վայելել։ Դուք էլ կարող եք միանալ ինձ, պահեք այս ցանկը, ավելացրեք ամառային ձեր սիրելի բաները ու միասին փորձենք այս ամառը դարձնել անմոռանալի ու ավելի հիշվող։ Բաժանորդագրվեք եւ լայքերը խզարեք։